եղեգնաձորցիները եկել են եղեգնաբան։ Բարև ձեզ բարեկամներ, մեծ աղբերներ։ Բանը ուր է 4-րդ, որտեղ մեր սպիտակ մեքենան ցույց է անում։ Չվախենաք, հանկարծ եկել եք ձեզ ուրախացնենք, այսօր ձեր ծննդն է։ Սովորի։ Լայքեք ու բաժանորդագրվեք մեր ալիքին։ Ռիվ ամենամեծ աղբեր, հա։ 100 տարեկան է։ Բայ խորովածը որտե եք ուզում անեք։ Արա գնում ես հոկտեմբերյան։ Հոկտեմբերյան եմ, արի, պատմական խանութ ենք մտնում։ Բարի օր, գեղեցիկ հզոր տեսարանով։ Մենք հիմա գտնվում ենք Արարատյան դաշտավայրում, ինչպես որ նկատելի է շատ ուժեղ ձևի, որովհետև երևում է Արարատը եւ փոքր Արարատը, մեր սուրբ լեռները։ Մենք եկել ենք Եղեգնաբան գյուղ գեղեցիկ անակնկալ բերելու Սիլվաս տատիկին։ Ավակ դստեր կողմից է, Սոսի կողմից եւ նրա ամուսնու Վարուժի, մի խոսքով իր ընտանիքի կողմից, քանի որ նրանք գտնվում են Եվրոպայում եւ չեն կարողացել գալ, բայց ունեին նպատակ գալու ուղղակի հանգամանքների բերումով չեն կարողացել գալ, եկել ենք մենք ու եկել ենք մեծ սիրով, եկել ենք գեղեցիկ անակնկալ բերենք հասցնենք տեղ, իսկ այստեղ մեզ դիմավորելու է Շահանեն, այո, Շահանեին զանգենք, ասենք, որ մենք արդեն հասնում ենք, Շահանե, պետք է տանտեղը ճշտենք ու գնանք շնորհավորելու մեր տիկին Անահիտ տատիկի ծննդյան օրը մեծ սիրով, պետք է ուրախացնենք նրան, ուրախություն տանենք, այնա վերցնում եմ ուրախությունս, թեկուզ մեր տիկին Անահիտն էց տեղում ա ծնվել, մեծացել, սենց ապրում, որ չի կարող ուղղակի վատ տրամադրություն ունենալ խաղողների բաղերի կողքին, Մասիսի ֆոնին, նա հրաշալի կյանք է ապրում։ Շահանե ջան, կխնդրեի ինչ-որ ձև տանտեղը բացատրես։ Գյուղում, որ հարց ու փորձ անելով գամ գտնեմ տունը։ Ահա բարեկամներ, Եղեգնաբան գյուղն է ձեր կադրերում, եղեգնաձորցիները եկել են Եղեգնաբան եւ ոտքներս խերով լինի։ Մենք էլ ենք եկել Եղեգնաբան, առաջի դեպքը չի, 124-երի ռասկուլաչիտը վկա, այստեղ 124 Mercedes-ի ռասկուլաչիտ կա, արկա է, այն կա եւ շատ լավ էլ աշխատում է։ 11 հատից ավել մեքենա կար այնտեղ բարեկամներ։ Մուտք են գործում Եղեգնաբանի առօրյան է կադրերում, իսկ մենք օրոնում ենք տունը, մինչև որ Շահանեն ինչ-որ ձևով մեզ տանտեղի կհուշի կգնանք, կգտնենք։ Եղեգնաբան գյուղ այդքան էլ մեծ գյուղ չի, շատ գեղեցիկ է, կոկիկ, ճիշտ է, ասպալտի վրա արկա են կովի գնացության հետքեր, կովագնացություն է եղել այստեղ, նրանք որ կողմով եմ գալի։ Ես գալիս եմ հենց ճանապարհի կողմ մտե եկել եմ, էլի, մի անգամից մտել եմ Եղեգնաբան, ուրիշ հրաշք գյուղ է Եղեգնաբանը։ Եթե դուք որոշում եք գալ Հայաստան կամ Հայաստանի մարզերից ինչ-որ մեկում փնտրում եք լավ ապրելու տեղ, ահա խնդրեմ, Եղեգնաբանը շատ լավ գյուղ է, սիրուն, կոկիկ, գեցված փողոցներով, հավեսով, բարև աղբերս։ Ահա, եկանք դուրս եկանք գյուղից, այ աղբեր։ Եվ դուրս ես գալի գյուղից, ահա, իմ ասած կովիկները, տեսեք ընկերներ, հենց նոր նրանց հետքերը տեսա, հիմա նրանց ենք տեսնում, ահա, տեսեք կովիկները, ուր են գնում, չգիտեմ։ Մոստի մոտով անցել եք, չէ։ Այո, անցել եմ մոստի մոտով։ Հենց սիրուն երկու կոմանի ճանապարհի կողքով անցել եմ, եկել եմ արդեն գյուղը դուրս եմ եկել, հիմա հետ եմ գալի։ Աղբերս 1000 բարին, մի հատ հարցով ընձի օգնի էլի, այ իրա տատիկի անունը Անահիտ է, տանտեղը կարաս ասես։ Որ փոց եմ անում։ Էդ որտեղ է աղբերս։ Ես կենտրոնական փոցը գա։ Հա։ Այն երկու կոմանի որ սենց այդում, հա։ Անունը ոնց որ Շահան է։ Հա։ Դա սրանց սա։ Հա, աղբերս, հա ցավտան։ Ահա, բարեկամը մեզ օգնեց ապրի Եղեգնաբանում պատրաստակամ են օգնել եւ դա մեզ դուր է գալիս։ Գնանք հիմա այն ճանապարհը գտնենք, Շահանեն էլ է բացատրած գալի, ասեմ ես հենց նոր դասընկերոջ հետ էի կան գնաց, նա ինձ հուշեց ոնց կամ Շահանեն ուրախանա, որ իր դասընկերն է օգնել, որ գանք տատիկի տունը գտնենք։ Այստեղով պետք է մտնենք, 4-րդ փողոց պետք է գտնենք։ 4-րդ փողոցը թե որն է բարեկամներ, այ դա հարց է, որը պետք է պարզաբանենք։ Հա? Ինչ եմ անում։
Ես գյուղը ոնց կարա չհիշես, 2 անգամ եկել ենք մինիմում։ Բարև ձեզ բարեկամներ, մեծ աղբերներ։ Բանը ուր է 4-րդ փողոցը։ 3-րդ փողոցի 4-րդ։ Այն 4-րդն է, ապրեք։ Կովերի հետքեր են նկատվում ասֆալտին բարեկամներս։ Կովային հետքեր։ Ես արդեն մուտք եմ գործում 4-րդ փողոց, Շահանե ջան։ Ես արդեն հարց ու փորձով գտա 4-րդ փողոցը։ Որտեղ մեր սպիտակ մեքենան ցույց է անում երևի։ Չէ, բացեց շատ լավ է։ Ապրես, բարեկամ։ Ահա, հերվում նկատվում է արդեն բազմություն մարդկային։ Հա? Սիրուն թաղ է։ Վարդանը մի անգամից նկատեց գեղեցկությունը Եղեգնավանի այս թաղի։ Թութ էլ կա այս թաղում, բարեկամներ, թութը թափվել է ասֆալտին եւ հետ գնացինք որա ձախկանենք եթանք հեսա։ Եսի փողոց է։ Հուսանք։ Հա։ Այո, բարեկամները, սա փողոց էր, պարզվեց, որ արիշ սիրուն գյուղ է Եղեգնավանից, դուր է գալի Եղեգնավանը, շնորհակալ եմ, որ Անահիտ տատիկը ծնվել է ու նրա պատվին եկանք ու գյուղը ուսումնասիրեցինք, 2 անգամ եկել ենք, մեկը ձուն էր, մեկը անձրև էր, այս անգամ գոնե արևոտ է, Վարդան, հələ տենանք, ասած 3-րդ փողոց ես սպասում եմ, չէ՞։ Ինչ-որ խանութ կա ստե, 3-րդ փողոց։ Կամուրջ ասած, վերևն է, հեն է, տես, գտանք մենք։ Արա երեխի կարը ինչ լավն էին արա, ոնց չկայնամ նկարեին, Վարդան արա, ես ինչ ես անում աղբերս։ Մեր բերան ասեր կայն էի, էլի։ Կանաչաչի աղբեր, 1000 բարի։ Տատի ծննա։ Այո։ Սիրում ես տատիկին։ Ապրես։ Հա, Շահանեն էլ եկավ։ Շահանե։ Եկել են հյուրերը գոնե։ Դե դա, ուրեմ շատ սիրողներս տեն։ Քաշեցինք աչքը անգարտ կատարեցինք։ Բարեկամներ, հիմա Անահիտ տատիկի պահն է սկսում մեր եթերում։ Անահիտ տատիկը պետք է որ ուրախանա իրեն լավ զգա, որովհետև իր հայք թորնիկն էլ է մեր հետ։ Քանի տարեկան է։ Ով։ Տատիկը։ 62։ 62, գնացի։ Չվա Սուրբ ես երկնքից իջած լույս Ճիշտ են ասեմ ես, հա։ Շնորհավորում եմ ձեր ծննդյան օրը։ Տիկին Անահիտ։ Ո՞նց Քո սրտի ջերմությամբ տունն է շնչում որ նայում եք Մասիսին լրիվ եք, չէ՞ ուրախանում։ Գիտեք, չէ՞ ինչքան շատ են ձեզ սիրում։ Զգացել եք, չէ՞ սերը միշտ։ Ծննդյան օրը այդ սերը առանձնահատուկ ձև արդեն ավելի ուժեղ պետք է զգաք, որովհետև ձեզ շատ են սիրում ու ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանի սահմաններից դուրս, ապրես որ Ուրեմ իմացեք, պետք է միշտ առողջ լինեք, լավ լինեք, ու այս պահը կազմակերպել են նրա համար ձեր հարազատները, հələ չեմ ասում ովքեր, որ դուք միշտ լավ լինեք, առողջ լինեք, իրենց կողքից անպակաս, դուք իրենց հպարտությունն եք, սրբությունը եւ կյանքի ճիշտ փարոսը։ Անես որ մենք լավ երազանք պահեք, չեք։ Ահա, այս քաղցրությունն է։ Դուք եք ծափ։ Որովհետև հիմա մի ավելի գեղեցիկ պահ պետք է կազմակերպենք, բայց մինչ այդ կազմակերպ Զանից ում կողմից կլինի անակնկալը։ Ես իմ։ Աղջկաս կողմից։ Ես էլ իմ, բայց չեմ ասի։ Դուք ճիշտ եք ասում, ձեր մեծ դստեր Սոսի ընտանիքի կողմից եւ իհարկե շատ սիրելի Փեսայի կողմից։ Իհարկե պետք է շեշտել Փեսայի պահը, որովհետեւ Վարուժը շատ է սիրում իր զոնքաշ մայրիկին, ախպեր կա դու ծաղիկները նվիրես։ Մենք գիտեք չէ ձեզ շատ է սիրում, ներողություն եմ խնդրում որ այս պահին ձեր կողքին չի։ Չի ստացվի գալը, բայց անպայման կգա։
Վախացեր իմ, հա։ Պահը, հա, չէ, բայց ուրախացան, էտ ինադու արի, որ ոնց ես, տատին պաչել է։ Արի տատիա, տատին Վարուշ ջան ապրես, ասված քեզ։ Բա, մի անգամից Վարուշ, հա։ Բա Սոսին։ Սոսեինն էլ դե Սոսեին։ Հա, դե երևում է, դե զոն կանչ փեսային շատ փեսում, էլի։ Ես տեղ եմ, այստեղ եմ, բարեկամ։ Վարուշ, էտտի։ It's you, my brother, հազար բարին։ Ախպերես, դե մենք եկանք զոն կանչ մայրիկին շնորհավորել ենք, ասել ենք, որ շատ ես սիրում, ու ասել ենք, որ դու ես կազմակերպել անակնկալը։ Հա։ Վարուշ ջան ասված։ Կարո՞ղ ենք։ Դավայ։ Իսկ դուք լայք եք, բայց մի անջատեք, որովհետև ընդ մեծ աղբերներ ունենք, որ մեզ սպասում են, մեռնեմ սրտիդ, հա։ Դուք էլ ապրեք, աղբերս։ Ես գնացի, ձեզ լավ որ ուժեղ ելեք։ Հայկ, դա արի տենամ հələ, դու էլ ես ուզում YouTube-ով զբաղվես, հա։ Դες ցանկություն ունես։ Հա, բայց պետք է ակտիվ ելես, աղբեր։ Այսինքն սա։ Պետք է ակտիվ ելես, որ լավ էլի ջոգիր։ Ասա թո լայք ես միմիկ բայց սովորի։ Լայքեք ու բաժանորդագրվեք մեր ալիքին։ Ջան, աղբերս, ջան իմ հայկ աղբեր։ Ես գիտեմ, որ մի օր դու ուժեղ բլոգեր ես ելելու։ Հիմա այդանք աղբեր, մեծ աղբերների մոտ տենանք ուզում են մեր հետ խոսան։ Տենանք խոսան։ Կանչում էին նոր, ասում են արի խորոված ենք տալու։ Ասում էր դու խորոված է, բեր չեմ հիշում։ Որստե շատ խառը փողոց է։ Լսի, նոր ասիկ արի խորոված կտանք, թե արի խորոված արուտենք։ Խորոված եք անում, ուրա, հələ նոր եք սկսում, կայն եք գամ ծանոթանամ, բայց նկարամ, չէ ձեզ նկարեմ, որ տարիներ հետո տենակ, հե? Լավ եմ, հարգանքներս, մեծ աղբեր Մանվել։ Ռուբոյան։ Մեծ աղբեր Ռուբո։ Մոստո։ Հե? Մոստո։ Մոստո։ Մեծ աղբեր Մոստո։ Սամվել։ Բենո, լրիվ ամենամեծ աղբեր, հա? 100 տարեկան է։ Կանամ մի հատ նկարահան է։ Ալեքսեյ։ Ալեքսեյ, приятно։ Ալեքսեյնա։ Старший брат Ալեքսեյ։ Բայ խորովածը որտե եք ուզում անել։ Լսի պրոստը պետք է գնամ բան, է։ Ինչ էր անունը։ Նալբանդ յան։ Արա գնում ես հոկտեմբերյան։ Հոկտեմբերյան եմ գնում։ Եթե բանական կարանտան բերեմ։ Հաստելուց կզանգեմ կերնե կվերցից։ Լավ են ձեր ցավը տանը, լավ եք։ Հազարից մի տեղ են այսը սիրուն շարված նստում։ Նալբանդ Կարմենամ խորոված ուտենք։ Ախր բանը է, պետք է եթամ, է։ Հələ տես կովերն ինչ արին ավտոս։ Դե որ պետք է ցած ու։ Ձեր յուղի կովեր արի։ Պետք է մտնես Մարատի խանութ նոր էթաս։ Մտնես է չես կարայթաս, հա, պետք է մտնես խանութ տենաս։ Խանութին ինչ ես ասում։ Էսի լսի, քան տարվա խանութ է, 90-ականներից։ Հա։ Արի, պատմական խանութ ենք մտնում։ Պատմական խանութի դադար Լսի, դե եկեք գոնե մեկ քիչ բողոքեք, ասեք բան է, էլի։ Արեպտուր չկա։ Որը կոնդիցիոներ են կաստե։ Որը ինչ ուժեղ խանութ է։ Բարեկամներ, եթե եկել եք եղեք Նավան, ուրեմն իմացեք, որ դուք եկել եք լավ տեղ, էսի սես կանենք, ահա։ Մեծ աղբեր, դու այն մյուս մեծ աղբերները չես տալի առնում, հա։ Հա նոր ես եկե։ Լսի գիտես ինչ եմ տվել, էսի։ Սարը կոֆե վերցեմ այդքան։ Ո, մերսիդաս կոֆեից կա։ Մեր հովանավորի կոֆեից է։ Գնացինք, դե ձեզ լավ, չէ։ Ես սրտանց ֆոտո դրել եմ վստե, ադուշի եմ եկել, չէ, մեռնեմ սրտին։ Չէ, գիտեմ, ես այդ իսրայելացը բան չի։ Լսի բան եմ ասում։ Չէ։ Որովհետև եթե եսի չել չէի մտնի, ես ադուշի մտել եմ քո մոտ, ապրես։ Անես չէ՞ լի հերթի տակ աշխատում ես։ Տեսակ, մտա դատակ չեմ էլ է, կա դուք էլ խմեք սարը կոֆե։ Մեծ աղբեր Ալեքսեյ,
Դե տղերքին տիրություն կանես, մենք գնացինք։ Լավ ելեք, շնորհակալ եմ ես ջեմ դիմավորելու համար։ Էն ինչ ծառա, դեղց, հա։ Նուշ։ Հերվից նման է, էլի որ նուշա։ Հա, նման է։ Դե լավ, հելանք օգնեմ բերան։ Հա։ Հա, լրիվ անես նկարեն, որ բան անեն։ Ամերիկայի տուրիստները գանուտ են նետել արտահանում, ինչ վատավոր։ Արտահանենք, էլի։ Տուրիստները գանստե ուտեն։ Դե հելանք, ես տրեշն, հա, թարս եմ էթում։ Լեսի, դե մաց, բան անեմ էլ էթամ, էլի։ Բարեկամներ, ահա, իսկական հայը հենց այս տեսք ունի, որ սետ ժիդյարում կարասետաս իրանց հետ խոսած, որ ինչ սիրում դաշտերա։ Արարատյան դաշտավայրն է, բարեկամներ, ես շատ մեծ էմոցիոնալ ապրումներ ունեցա այստեղ, հիշեցի են հին արդար ձևերը էլի, որ մենք եղել ենք, ուղղակի հիմա մի քիչ այդ արդարությունը խառնվել է, շաղախվել է գումարների հետ եւ մի տեսակ այդ արդարությունը քիչ է, բայց հենա այսօր հանդիպանք դզեց, մեծ աղբերները նստել էին, հավաքվել էին, հələ խորոված են ուզում անեն, մեզ էլ հրավիրում էին։ Վարդան, դե ինչ իմանա, կաղա գնանք, խոսքի նալբան, պտտվենք հետ գալու ճանապարհին, պատահաբար սայթակի մեքենայի աչակը եւ մտնենք Եղեգնավան։ Իսկ հիմա ճանապարհին ցուլիկն է կանգնել ու նայում է մեքենաներին։ Ցուլիկը ականջներով ծափ է տալիս։ Սա հատուկ ախպեր ցուլիկա, բա ինչա չես տենում, ցուլիկա։ Ականջներով ծափ տալ է նկարիչ։ Ախպերս դες ճոխացնում է, էլի, չի խանգարիչ ցուլի պահը։ Ցուլիկ էր էլի։ Ցուլ չէր, հաստատ ամե կով էր, ամե։ Արա դի կով է տեսել եմ։